Հանուն հոր և որդվո և ոգվույն սրբո ամեն, Քրիստոս հարյավ իմերելոց, օրհնյալ է հարություն Քրիստոսի, բարի զադիկ սիրելի ավադացյալներ, բարի եկած եք բոլորդ, Սուրբ Սարգիս եկեղեցի, հավաքված ենք միասնաբար այսօր, գդոնենք մեր Տիրոջ և Փրկին Հիսուս Քրիստոսի հարության հրաշափառ դոնը։ Քրիստոսի հարությունը մարդկության պատմության մեջ այն դրվագն է, որ ուկա փոխելու ամեն բան։ Բայց երբ կգարտանք հարության դրվագները նոր գդագարանի մեջ, 4 ավետարաններում մեջ, այնտեղ կտեսնենք, թե ինչպես Քրիստոս հարություն առնել է ետք, իրեն հավատացողները ինչպես գնդունին այդ պատկամը և իրենց կյանքերը ինչպես կփոխվի։ Հարության այս պատկամի մեջ այսօր պիտի ուզեմ ձեր ուշադրությունը հրավիրելու հետևյալ մեկ կարևոր կետին։ Քրիստոս կխաչվի և զինք խաչողները թեև հռոմեացիներն են, բայց հռոմեացիներուն ետին կգենան հրյա գրոնավոր ղեկավարները այդ օրվան։ Եվ երբ երրորդ օրը Քրիստոս հարություն կառնե, Քրիստոս չէր թար ինքզինքը ցույց չի տար ոչ հռոմեացիներուն և ոչ ալ հրյաներուն։ Քրիստոս չէր թար և չսեր դուք ինձի խաչեցիք, բայց նայեցեք, ես ողջ եմ, ես հարություն արի, դուք ինձի չեք կրնար հաղթել։ Քրիստոս ասպաները չներ, բայց Քրիստոս գերտա և ինքզինք ցույց կուտա իր հետևորդներուն։ Քրիստոս ինքզինք ցույց կուտա զինք սիրողներուն։ Եվ անոնք, որոնք հետևած էին Քրիստոսի, անոնք, որոնք սիրած էին Քրիստոսը, Քրիստոս անոնց կերևի։ Եվ անոնց կյանքերն է, որ կփոխվի սիրելի հավատացյալներ։ Նոր գդագարանի մեջ, ինչ որ կգարտանք հարության մասին, ասիկա ովև մեկ դեղ կրված բամը չէ, ասիկա բոլորովին նորություն է։ Մարդիկ մերելներում մասին չէին մտածեր, որ մերել մգրնա հարություն առնել։ Բայց նոր գդագարանի մեջ, ասիկա կյանքի եկող այս պատկամն է, որ շատեր դժվարություն ունին հասկանալու և ընկալելու, բայց անոնք, որոնք Քրիստոսը կսիրեն, Քրիստոս ինքզինք կհայտնե իրենց։ Եվ այսօր որպես մեր եկեղեցվո ժողովուրդը, հավատացյալ ժողովուրդ, որ այստեղ հավաքված ենք, այս գեղեցիկ եկեղեցու մեջ, զատկվա այս առավոտուն սիրելի հավատացյալներ, գուզեմ, որ հետևյալ հարցումը ամեն մարդ ինքն իրեն հարցնե և ամեն մարդ փորձե անկեղծ կերպով պատասխանել։ Ես որպես անհատը, ես որպես անձը կսիրեմ Քրիստոսը, որքան կսիրեմ Քրիստոսը, կսիրեմ այնքան, որ Քրիստոս շարունակաբար ինքզինք կհայտնե ինձի։ Այսօր կուզեմ, որ զատկվա այսօր մասին մտածեք սիրելիներ։ Գիտեմ շատ մտահոգություններ ունիք, երևի ուշ եկաք, ինքնաշարժներ հեռու փառքերեք, եկեղեցին դեղ գտաք, դեղ չգտաք, կեսօրին ինչ պիտի ուտեք եւ այլն, ասոնք բոլորը մտահոգություններ են, բայց ասոնք բոլորը գանցնին։ Ամենեն կարևոր հարցումը, որ դուք ցեզի պետք է հարցնեք այսօր, որքան կսիրեմ ես Քրիստոսը, որքան կարևոր է ինձ համար Քրիստոսը։ Այսօր գուզեմ ցեզի նոր գդագարանեն հետևյալ դրվագը պատմել։ Մարդիկ կային, որոնք Քրիստոսի հետևեին, ուրիշները միշտ կփորձել դեսնել ճիշտ պատասխան պիտի տա կամ սխալ պատասխան պիտի տա։ Եվ այդ փորձողներու մեկ խումբը գուքան եւ Քրիստոսին գսեն, քեզի հարցում ունենք։ Մարգոսի ավետարանի մեջ ասիկա կգարտանք։ Եվ գսեն, ճիշտ է, արդար է, որ մենք դուրքեր վճարենք, tax պետք է վճարենք, նույն հարցում է, ինչպես դուք կհարցնեք, ժողովուրդալ 2000 տարի առաջ կհարցներ, ճիշտ է, որ դուրք պետք է վճարենք մենք։ Եվ Քրիստոս կսե, ցույց տվեք ինձ ձեր տրամը,
Եվ անոնք տրամը, կոյնը գահանեն և Քրիստոսի ցույց կտան։ Եվ Քրիստոս կսե որում պատկերը այստեղ գտեսնեք այս տրամին վրա։ Եվ անոնք կսեն գայսերին պատկերն է ասիգա։ Եվ Քրիստոս կսե կացեք եւ ինչ որ գայսրին կպատկանի գայսրին դվեք եւ ինչ որ Աստուծո կպատկանի Աստուծո դվեք։ Եվ բնականաբար ժողովուրդը այլևս սկսելիք մտունենար։ Այսօր այս Քրիստոսի պատմության մասին գուզեմ գետրոնանալ, որովհետև երբ տրամին գնայինք եւ տրամին վրա գայսրին պատկերը կտեսնենք եւ կմտածենք, որ ասիգա բեդության կպատկանի եւ բնական է, որ իրենց պետք է վերադարձնենք, նույն ցավով պետք է մենք մեզի նայենք, նույն ցավով պետք է մեր սրտերուն նայենք եւ տեսնենք, թե որուն պատկերը մեր սրտերուն վրա է։ Սիրելի ավատացիաներ, Աստվածաշունչը մեզի կսորվեցնե, որ Աստուծո պատկերն է մեր սրտերուն վրա։ Մենք Աստուծո պատկերով ստեղծված ենք։ Եվ դուք որպես բոլորդ բարգեշտ, ազնիվ, լավ քաղաքացիներ վստահ եմ, որ մանավանդ այս օրերուն ապրիլ 15-ը չեկած ձեր տաքսերը պիտի վճարեք։ Բայց վարգյամը մտածեք, ձեր սրտին վրա եղող պատկերին Աստուծո ինչ տվինք։ Ինչ կուտանք մենք Աստուծո, որու կպատկանի ձեր սրտերը։ Այս հարցումին մասին պետք է լավ մտածեք եւ լավ պատասխան տաք, որուն կպատկանի ձեր սիրտը։ Երբ թինեյջեր ենք, եթե դղա ես, բնականաբար գեղեցիկ աղջիկ մը կտեսնես, սկսես որ սիրտս քեզի կպատկանի։ Աղջիկներն անունը գսեն դղոց մասին։ Գամած կմեզ դանք, վերջը գսենք, որ իմ սիրտս իմ ընտանիքիս կպատկանի, հարազատներուս կպատկանի։ Բայց որքան մեզ դանք կտեսնենք, որ ասոնք բոլորը փոխվող բաներ են։ Եթե մեր սիրտը Քրիստոսի չի պատկանիր, կնշանակի, որ մեր կյանքը ամբողջովին բարապ է։ Եվ եթե մեր սիրտը Քրիստոսին կպատկանի, մենք ինչ կուտանք Քրիստոսի։ Հարցումը պիտի հարցնեմ ձեզի, մտածեցեք, վերջը կրնակ պատասխանել, հիմա մի պատասխանեք, հիմա միան ես պետք է խոսեմ by the way։ Այսօր եկեղեցին լավ լեցուն է։ Ինչ է պատճառը, որ ուրիշ գիրագիներուն էլ այսպես լեցուն չէ։ Ինչը ցեզի յետ կբահե, որ կաք եւ Աստուծո հանդիպիկ։ Եթե չենք սորված մենք, թեզ Աստված պետք է բաշտենք, կնշանակի, որ մենք Աստուծո զատ ուրիշ բաներ կբաշտենք։ Եվ շատ հաճախ Աստուծո զատ ուրիշ բաներ երբ կբաշտենք, շատ հաճախ մենք մեզը որ կբաշտենք։ Ես ինձ ինչպես կրնամ բաշտել։ Երբ որ գիտեմ, որ հողը ստեղծված եմ եւ հողին պիտի երթամ, բամը չի գա որ պիտի մնա։ Միան Աստված է, որ հավիտենական է։ Եվ երբ մենք Աստուծո կբաշտենք, մեր կյանքի մեջ ամեն բան իր ճիշտ տեղը կգտնե։ Ընտանիքն ալ, հաճույքն ալ, ուրախությունն ալ, սերն ալ, ամեն բան իր ճիշտ տեղը կգա։ Այլապես մեր կյանքի մեջ ամեն բան զուր կերտա։ Եվ այսօր եթե գաբրինք աշխարհի մեջ, որ ամեն բան զուր է, բաժարները մեկ այն է, որ մենք մորցած ենք Աստված պաշտել, մենք մեզ կպաշտենք։ Այսօր հարության պատկամը սիրելիներ, մեզի կհրավիրե, որ վերադառնանք Աստուծո պաշտամունքին։ Վերադարձեք Աստուծո։ Ասիգա ձեր ինքնությունն է սիրելիներ։ Ասիգա ձեր դումն է։ Մենք հայ ժողովուրդն ենք։ Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք։ Եվ ադիգա միան բադիվը չէ, ադիգա մեր ինքնությունն է, մեր identity-ն է անիգա։ Եվ ամեն անգամ որ որոշեք եկեղեցի չգալ, Աստուծո հեռանալ, ձեր այդ ինքնությունն են գմերգանակ դուք։ Եվ առանց ինքնության կգործվենք մենք։ Ինձ համար չէ որ գնենք։ Բայց ասիգա ամեն մեկի ինքնիրան համար գնա, իր ընտանիքին համար գնա։ Հետևաբար որպես ձեր հոգևոր հայրը կհրավիրեմ ձեզի, բաշտեցեք Աստված, վերադարձեք Քրիստոսի, ձեր սիրտը միան Քրիստոսի թող պատկանի։ Dear brothers and sisters, today Christianity celebrates the victorious resurrection of our Lord Jesus Christ. This is the most sacred and the most important time
in our liturgical calendar, where we celebrate Jesus coming back to life. We had a beautiful celebrations and observances throughout the Holy Week on Tuesday, Thursday, Friday, Saturday, and today. On Friday and Thursday and Friday, it was the Passion of Christ, the crucifixion, and then the burial. Very somber, very heavy days for us. But then today we come and our hearts are filled with joy and hope. But I would like you to think about that Good Friday, the first Friday when Jesus was crucified. His followers were scattered and their hearts were filled with pain and grief. I'd like you to think about a challenging time that you have gone through in your lives. When you go to bed and you wake up, sometimes I've gone through this. I'm hoping that this is a universal experience. Sometimes you wake up and you have this thought that I wish whatever happened yesterday was just a bad dream. I hope I would wake up and everything would be back to normal. And you wake up and you see that it's the same reality and it's weighing heavier on you. Sadness and grief are magnified. And you wake up the third day and it's the same feeling. It was with these set of feelings that the women who went to the tomb of Jesus, their hearts were heavy with those feelings. And they went to the tomb and they encountered the empty tomb. Now, 2,000 plus years later, we are accustomed to this feeling. Empty tomb means joy for us. But for those women at that time, it was shock. It was surprise. They didn't know what to make of that. And sometimes we, as Christians, we don't know what to make of the mystery of the resurrection. A lot of times when we think about our reality, we are very comfortable staying at Good Friday. We have this mindset that there's a lot of evil in the world. And evil most of the time will prevail. We defer to violence a lot of times. We have a custom of the idea of losing and giving up. However, when we encounter the resurrected Lord, death, we see that doesn't have the final word, but life has victory over death. In Good Friday, we encounter the love of God, but today, on Easter Sunday, we encounter hope, and that hope changes everything. With this hope, death doesn't have the final word. There is life, there is abundant life, and there is eternal life. The message of Easter is a message that transforms every one of us. And sometimes we might wonder, how should we experience and how should we live that transformation? And for that reason, I encourage you to go to the Gospels. On the first Easter Sunday, when the apostles and the disciples of Jesus heard about the resurrection of Jesus, not everyone knew what to do with that message. As I said, there was confusion, there was shock. And upon hearing of this message, some of the disciples were like, okay, I guess this is good news, but what do we do with this? Let's go back home. Let's go back to our businesses. Business as usual. And two of these apostles were walking back away from Jerusalem to a town that is called Emmaus. But they were talking and contemplating about what happened. And then a stranger appeared to them. We read about this in the Gospel of Luke, by the way. One of my favorite stories in the Bible. A stranger appears to those two disciples that are walking, and he asks them, what is going on? Why you seem so upset? It's getting dark.
They don't recognize this stranger. But they're like, are you the only one who doesn't know what happened in Jerusalem during this final 3 days? And they start telling him about their master, Jesus. And Jesus, after hearing their story, he starts unpacking the scriptures for them, opening the scriptures for them and saying that this was meant to happen. Prophecies spoke about this. And as they talk and continue walking, they get to their destination. And these two disciples invite Jesus to have supper with them. And as Jesus sits for the supper, he takes the bread and he breaks the bread, and suddenly their eyes are opened. They see that this is Jesus. Jesus disappears from them. But these two disciples leave everything behind and they go back to Jerusalem. They go back to the pack of the disciples. They go back to the first Christian community. This is the Easter message, my brothers and sisters. Today you came here and you're getting to a point that you are getting bored of my sermon, but I promise I'm about to wrap up. You're hearing about the message of resurrection. And part of you is like, yeah, this is good, but let's go home. We need to pick up some food on the way. Guests are coming. Business as usual. However, if you want to be changed by the message of the resurrection, you also need to be like those two apostles. Make that U-turn and say that with the message of resurrection, I want to change something in my life. I want to be back to the community. I want to be part of the Christian community. I want to worship God. I want to come here every Sunday. Every year during my Easter homily, I make a passive-aggressive comment. I say something about people who come once a year. I will not do that this year. I'm not. But here's what I'm going to say. Last year I made a passive-aggressive comment, and the year before I did. But something good happened last year. We have been tracking the number of people who attend church. And for the past year, we have witnessed a significant growth in the number of people who worship with us, who attend here Sunday after Sunday. And that gives me a sense of encouragement. The question that you need to ask yourselves is the following. Was I one of those people who came here more regularly? And if the answer is no, then you know what to do. You know what to do. This is a community where everyone is welcome. This is a place where we all grow together in our faith. This is a place where, like the apostles, every time that we come together, we break the bread and we encounter Jesus. That's what we do. In my Armenian portion of the sermon, I said, repeated the words of Christ, give back to Caesar what belongs to Caesar, and give back to God whatever belongs to God. Your hearts belong to God. Give your hearts back to God. Worship God. And with that, you will live the message of resurrection. Death will not have victory in our lives. Hope and life will have the final words. Happy Easter to all of you. Christ is risen. He is risen indeed. Christos ariavi merelots. Ortnia le harukunu Christosi. Amen.